Ցավում է ձեր հոդերը։ Իհարկե, անպայման պետք է կատարեք սոնոգրաֆիա, անպայման պետք է կողմնորոշվեք ինչ է այնտեղ կատարվում եւ դիմել բժշկի, որովհետեւ բժշկի բուժումից հետո ձեր խնդիրը կարող է եւ խաղաղվել, հանգստանալ եւ վերանալ, որովհետեւ հրաշալի բուժում դա պլազմոթերապիան է, որը եւ ցավից է ձեզ ձերբազատում եւ այնտեղ իհարկե եթե բորբոքային հեղուկ կա, այդ հեղուկից ձերբազատում, բայց ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս օգտագործել կաստորովայա մասլա, այսինքն երջակի յուղ, բայց երջակի յուղը պետք է քսել ոչ միայն ծնկների շրջանում, այլ հետևի ծալքի շրջանում նույնպես դնել որևիցե քաթանեշոր, իհարկե քաթանեշորը պետք է լինի կաստորովայա մասլայով լրիվ ներծծված տաք վիճակում, հետո դնում եք մոմլատ եւ փաթաթուն տաք շորով ամբողջ գիշեր, առավոտյան կտեսնեք, որ մի փոքր հանգստացել է, բայց այն պետք է անեք շաբաթը 2-3 անգամ, նույնիսկ անգամ ամեն օր կատարելուց դա վնաս չի, այն խթանում է լիմֆային համակարգը եւ քանի որ ծնկի ետևում գտնվում է լիմֆան, ապա այն հենց անմիջապես ազդելով նրա վրա բերում է օրգանիզմից դուրս է բերում խարամները, վիրուսները, միկրոբները, այտուցները վերանում են եւ ասեմ ձեզ, այն հրաշալի է նաեւ նրանց համար, որոնք երկար տարիներ ընդհանրապես չունեն ցավ։ Դա նույնպես շատ անհրաժեշտ է առողջ հոդերի համար։ Սիրելի իմ ժողովուրդ, եթե ունեք խնդիր, ապա զանգահարեք 010 500 560